Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Սարգիսն է, ում իբր ծեծելու համար Արմանի գործն այսքան բարդացնում են։ Հիմա հասկացա։ Հուսանք, որ կօգնի գործի ընթացքին։ Փաստորեն գորը գտել է Սարգիսին։ Հիմա ամեն ինչ կամ դեպի լավը կգնա, կամ էլ հակառակը։ Ինչ ես այդպես ասում։ Սարա, դու վստահ ես, որ այս տղան հիմա այնպիսի ցուցմունք է տալու, որը որ Արմանին կպաշտպանի։ Ես վստահ չեմ։ Որտեղից ես գտել սրա։ Պետք է կասեմ։ Պարոն դատավոր, Սարգիսային տուժածն ում գործով ձերբակալվել է Արմանը։ Իդեպ այդ գործի մասին այսօր բազմիցս այստեղ խոսվել է։ Երկու գործ իրար հետ կարծես թե որևէ առնչություն չունեն, բայց այնուամենայնիվ խնդրում եմ լսել Սարգիսին, քանի որ առաջին գործ Արմանի վրա բավական լուրջ ազդեցություն է թողնում։ Ձեր թույլտվությամբ կրկին։ Խնդրեմ, կարող եք սկսել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, դու պարտավոր չէիր ինձ օգնել, բայց լսեցիր ու… Նստի։ Արի կլինի դու իմ տեղը որոշումներ մի կայացրա, հա? Գլուխս ուղղակի պայթում է ցավից։ Արդեն խելագարվում եմ այս անորոշությունից, չգիտեմ ինչ այնտեղ կատարվում ու չգիտեմ ինչ անեմ։ Որտեղ են ձեր տեղերը։ Ինչի համար։ Դե ասում ես որ գլուխը ցավում է, ուզում եմ քեզ ցավազրկող տալ, տենց երևի ավելի լավ կզգաս քեզ։ Ես ուրիշ բաներ էլ էի ասում։ Դու ինչ ասում էիր, ես լսում էի։ Համ էլ լսել եմ, որ ինչ որ տեղը ցավում է, դրա համար եմ հարցնում, որտեղ են տեղերը։ Չեմ ուզում։ Ռեբեկա ջան, ավելի լավ է ասես որտեղ են ձեր տեղերը։ Կամ լավ մի էլ ասա։ Ինչ ասում եմ։ Գնում դեղատուն։ Տենց համ ավելի արագ կլինի, համ ավելի հեշտ։ Վերևի դարակներում նայի, պետքա որ լինի, բայց եթե ուզենա ինքս կվերցնեի։
Այս ուրիշ։ Զոտ այդքան նյարդեր չունեմ հետդ կռվելու։ Ու իրոք գլուխս ցավում է։ Դե հույս ունենանք, որ կօգնի դեղը։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե հիմա ինչեր ես մտածում իմ մասին։ Օրինակ, ինչ պիտի մտածեմ, որ Դե որ տարօրինակ եմ, խելագարվել եմ։ Հորս դատնա հիմա գնում, իսկ ես տեղ նստած լացում եմ։ Դու ինձ օգնում ես, քո վրա մուննաթ եմ գալիս։ Մի խոսքով մտածում ես, որ երևի խելագարվել եմ։ այդ քո մուննատ գալը արդեն դարել է սովորական ու ինչ որտեղ նաև հոգեհարազատ։ Այդ անցի մուննաթի պահը չի։ Բայց մի րոպե։ Այսինքն քեզ հետաքրքիր է, թե ես ինչ եմ մտածում քո մասին։ Անկեղծ։ Չէ։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, թե ով իմ մասին ինչ կմտածի։ Ինձ հետաքրքիր է մենակ իմ կարծիքը։ Ես ավելի անկեղծ էր ու ավելի ռեբեկայական։ Չէ, ես արդեն իրոք խելագարվում եմ։ Ավելի լավ է ինքս վերցնեմ ու զանգեմ հասկանամ ինչ է այնտեղ կատարվում։ Հեռախոսս նջարանում է, գնամ խոսեմ գամ։ Ոչ մաման է զանգել, ոչ Սարան։ Ինչ ունեմ ես հիմա։ Ավելի լավ է ես զանգեմ մամային։ Սարգիս, խնդրում եմ դատարանին ներկայացրեք, թե ձեր եւ Արմանի վեճը ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Ձեր ցուցմունքում նշել եք, որ Արմանը ձեզ ծեծել է, այնուհետև եկել է հիվանդանոց, սպառնացել եւ ահաբեկել ձեզ, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ինչ անում սա։ Իմ ցուցմունքում գրված է այն, ինչ որ ասացիք։ Բայց իրականում ես Արմանին առաջին անգամ տեսել եմ, երբ որ ես արդեն հիվանդանոցում էի։ Ես կեղծ ցուցմունք եմ տվել եւ գիտեմ, որ պատժելի արարք է։ Բայց հիմա դա կարևոր չի։ Հա, ես խնդիր ունեցել եմ ուրիշ մարդու հետ, բայց պետք է եղել, որ Արմանի անունը տայի։ Մանրամասները կարող եմ խոսել այն քննիչի հետ, որ կոնկրետ այդ գործով է զբաղվում։ Հիվանդանոցից ես իմ կամքով եմ փախել, եւ դրանով համ իմ վիճակն եմ բարդացրել, համ էլ մնացածի։ Բայց այլևս չեմ պատրաստվում փախնեմ կամ թաքնվեմ։ Հիմա ես տեղ եմ, որ ասեմ, Արմանը այս գործի հետ ոչ մի կապ չունի։ Ես Սարոյանի թորան հանդեպ վատ արարք էի արել։ Եվ Արմանը եկել էր հիվանդանոց, որ ինձ հետ խոսեր։ Ու հիմա, երբ իրավիճակը վերլուծում եմ, ես էլ նույն կերպ կվարվեի։ Ուղղակի այդ ժամանակ ամեն ինչին իմ տեսանկյունից նայեցի։ Ես Արմանի վրան ջղայնացած եմ եղել, որ ես վատ պարկած եմ եղել, եկել է խոսենք ու ես չեմ կարողացել տալ իմ ուզած պատասխանը։ Դրա համար էլ պատասխանս հետ կերպ է եղել։ Արմանի անունն եմ տվել քննիչին։ Բայց ես հիմա այստեղ եմ, որ ասեմ։ Արմանը
պես գործի հետ ոչ մի կապ չունի։ Հարգարժան դատարան, հարգարժան դատավոր, դուք լսեցիք ցուցմունքը։ Քանի որ այստեղ բոլորովին այլ դատավարություն է ընթանում, կարծում եմ վկային որևէ այլ հարց տալու կարիք չկա։ Այստեղ այս դահլիճում այսօր բազմիցս հնչեց այն միտքը, որ դիտավորություններ տեղի չեն ունենում։ Թեև այդ ծեծկրտուքը դիտավորյալ էր կազմակերպված, որպեսզի Արման ալիբի ունենա։ Մենք լսեցինք ցուցմունքը եւ հասկացանք, որ իրականում Արմանը մեղավոր չէ, ես պատրաստ եմ դա ապացուցել։ Նա մեղավոր չէ ոչ միայն այս դատավարության հետ կապված, այլ նաեւ սրան նախորդող դատավարության հետ կապված։ Հարգարժան պարոն դատավոր, ձեզ կներկայացվեն փաստաթղթեր եւ ցուցմունքներ։ Այս դատավարության միակ խնդիրը դա գլխավոր վկայի բացակայությունն է։ Դատախազը վկային հարց ունի։ Չէ, հարցեր չունեմ։ Հրավիրեք հաջորդ վկային։ Բարի։ Էլոնորա Արեյան։ Նորություն կա։ Չէ, չպատասխանեց մաման։ Երևի դատը դեռ չի ավարտվել։ Արդեն իրոք խելագարվում եմ։ Ես տեսնում եմ, որ դու շատ վատ ես քեզ զգում։ Ու ասեմ, որ երբեք քեզ sense չեմ տեսել այս վիճակում։ Երբ տեսել եմ ջղային ես եղել, մուննաթով ես եղել, ու դեպքեր էլ եղել են, որ անգամ վախեցել եմ քեզնից, բայց դու հիմա լրիվ ուրիշ Ռեբեկա ես։ Ես երևի չպիտի խոսեի։ Ուղղակի արդեն խեղդվում էի։ Ուղղակի երբեմն այդ երկար լռությունը ստիպում է, որ պայթես ու չգիտես, երբ ու որտեղ այդ լռությունդ կպայթի ու ինչ պայմաններում։ Իմ համար շատ կարևոր էր, որ քո ասած լռության պայթյունը հենց իմ մոտ եղավ։ Ես քեզ ասեմ, ես պայթյուններից ու հրաբուխներից չեմ վախենում։ Ինչ-որ բան ենք հորինել, անունն էլ դրել ենք արդարություն։ Բայց այդ արդարությունը շատ անարդար է։ Հիմա դատարանում մի կողմից դատում են հորս սպանողին, իսկ մյուս կողմից քրոջս սիրած տղային։ Արմանի։ Հա, դու որտեղից ես ճանաչում Արմանին, կամ ինչ գիտես Էլկայի ու Արմանի մասին։ Գորնա ծանոթացրել այդքան։ Արսա։ Իհարկե ինձ կներես, որ հարցնում եմ, ուղղակի քո ասածներից շատ բան չեմ կարողանում հասկանալ։ Չէի ուզում հարցնել, որ քեզ վատ չզգաս, բայց Արմանն է սպանել հորդ։ Չէ, Արմանի հայրը։ Ուղղակի մեր պապաներն ամեն ինչ այնքան են խառնել իրար, որ Արմանն էլ այդ պատմության մեջ հայտնվել։ Ես ուղղակի ուզում եմ, որ հորս սպանողը պատժվի։ Ուղղակի Էլկան Արմանին շատ է սիրում։ Ու ես չգիտեմ այսքանից հետո ինչ կլինի, կդատեն, թե չեն դատի, բայց միևնույնն է ամեն ինչ առաջվան էլ չի կարող լինել։ Ես զգում էի, որ Արմանը մի տեսակ է։ Ուղղակի չէի պատկերացնում, որ sense պատմությունների մեջ կլինի։ Ինքը իմ մոտ շատ լավ տպավորություն է թողել։ Արմանը վատ մարդ չի, բայց դա միևնույնն է ոչինչ չի փոխում։ Դու այնքան հակասական մարդ ես։ Դու ուզում ես
մի բան, բայց անում ես լրիվ ուրիշ բան։ Դու զգում ես մի բան, բայց չես անում այդ զգացածովդ։ Արդարություն ես ուզում ու համարում ես, որ այդ արդարությունն էլ է անարդար։ Ու ունես տպավորություն այն մոտ, որ դու անդադար պայքարում ես ինքդ քո դեմ։ Ինչի համար։ Ուր եք պատրաստում գնալ Արմանի հետ դեպքի օրը։ Արմանը երբ բանտում էր, ես անհամբեր սպասում էի, երբ ինքը դուրս գալու։ Ես գիտեի, որ ինքը ոչ մի բան չի արել, ինքը արդար է։ Ու երբ որ ինքը դուրս եկավ, ես որոշեցի, որ մենք պետք է գնանք նշելու։ Նշելու։ Թե պատրաստում եք փախչել։ Նշելու։ Ինչի պետք է փախնենք կամ ումից։ Արմանը քո ընտանիքի հետ լուրջ խնդիրներ ունեցել։ Մեր ծնողները խնդիրներ ունեին։ Բայց եթե Արմանը մեր ընտանիքի հետ խնդիր ունենար, պապիկս չէր թողնի, որ ինքը մեր ընտանիքին այդքան մոտ լիներ։ Արմանը քո հոր մասին իմացել է ու քեզ ոչինչ չի ասել։ Ինչ եք խոսում։ Ինչով եք զբաղված այդ ընթացքում։ Սիրած աղջկա հայրը մահանում է։ Նա դիակը տեսնում է։ Առաջին բանը, որ պիտի աներ, պիտի վազեր քեզ մոտ ու պատմեր դրա մասին։ Նա չի անում սա։ Սա քեզ կասկածելի չի թվում։ Պատասխանիր։ Սպասում եմ։ Չէ, Արմանը որ եկավ, ինքը շատ վատ տրամադրություն ուներ, իսկ իմ տրամադրությունը շատ բարձր էր, ինքը ուզում էր խոսել, ես չէի թողնում, ինքը եկավ ու ասեց, որ շատ կարևոր բան ունի ասելու, ինքը ասեց, որ կարևոր է, որ պետք է խոսանք, իսկ ես ասեցի, որ մեր օրը չեմ ուզում փչացնենք։ Ասացի, որ մեր սիրուն պահից ավելի կարևոր բան չկա ու չէի թողնում խոսեր։ Երևի հասկանում էի, որ խոսելուց հետո էլ ոչ մի բան առաջվանը չի լինելու։ Այսինքն դու պնդում ես, որ Արմանը չի փորձել թաքցնի հորդ մահվան լուրը քեզանից։ Ոչ։ Ինքը ուզում էր խոսեր։ Ես չէի թողնում, ուղղակի չգիտեմ ինչի։ Ես հարցեր չունեմ։ Ազատ եք։ Դատարանը գնում է վճիռ կայացնելու։ Մի րոպե։ Խնդրում եմ։ Կներես ինձ բալես։ Ես երազում եի քո համար ավելի լավ կյանքի մասին։ Իսկ հիմա նայդ ես, թե երկուսով որտեղ ենք հայտնվել։ Ու էլի իմ պատճառով։ Նորմալ է։ Մի մտածի։ Ինչի տենց բան արեցիր։
Չգիտեմ։ Խաբեցիր։ Այս դրա համար էլ չէի ուզում, որ գայիր։ Չէի ուզում, որ ես ամեն ինչի միջով անցնես։ Արման։ Անի հուսանք, որ ես ամեն ինչը քեզ կօգնի, հա։ Դատախազը շատ լուրջ է տրամադրված։ Ու ես գիտեմ, թե սրա վերջը ոնց է լինելու։ Ես հասկանում եմ, որ այսօր քո համար շատ ծանր օր է։ Ու հենց այս ծանր պահերին են, չէ՞, մարդիկ ասում են, ինչ զգում են։ Ու իրանց էմոցիաներին ազատություն են տալիս։ Դու շատ խորը մարդ ես։ Ավելի նուրբ, ավելի փխրուն։ Ու շատ ուրախ եմ, որ քո այդ կողմերի մասին ես էլ եմ իմանում։ Ուղղակի ուզում հասկանալ ինչի թույլ չես տալիս, որ բոլորն իմանան դրա մասին։ Այ հենց սրա համար, որ չկարողանան քո նման խոսել ու խառնվել իմ կյանքին։ Ինչքան ցույց ես տալիս մարդկանց քո թուլությունները, իրանք այդքան կարողանում են քո թուլություններն օգտագործեն քո դեմ, ու պետք է այդ ժամանակ կարող են թուլություններովդ խփել քո մեջքից։ Իսկ երբ փակես, ոչ մի խնդիր չկա։ Ապահով ես ու պաշտպանված։ Ինչի՞ չես վստահում մարդկանց։ Իրանք իրականում այդքան էլ վատը չեն, ինչքան քեզ թվում է։ Ես քեզ էլ չեմ վստահում։ Այն ինչ որ քեզ ասեցի, այդ զուտ պահի թուլության արդյունքում եղավ։ Քո փոխարեն ով էլ լիներ, նույն խոսակցությունը կլիներ։ Այդքան բան։ Բայց ինչի ես ջղայնանում։ Ես քեզ վատ բան չեմ ասել։ Ու իմ համար շատ կարևոր է, որ ես քեզ իմացա այս կողմից։ Ինձ թվում է արդեն քո գնալու ժամանակն է։ Ինչի։ Ուղղակի։ Ես չգիտեմ ինչի էիր դու եկել, բայց շնորհակալ եմ, որ լսեցիր ու խոսեցիր ինձ հետ։ Բայց հիմա ուղղակի գնա լավ։ Ու մի խնդրանք։ Կլինի էլ չգաս։ Ինձ դուր չի գալիս, որ դու անընդհատ գնում գալիս ես։ Որ զանգերից պատասխանես, չեմ գնա գա։ Ես պարտավոր չեմ քո զանգերին պատասխանել։ Ինչքան չպատասխանես զանգերից, այդքան գնալու եմ ու գա։ Ես էլ քո այս հայացքից չեմ վախեն։ Դուրս գնա։ Լավ, իբր ուզում էի տրամադրությունը մի քիչ բարձրացնել, բայց չստացվեց։ Ու այն որ ասում էի, թող մարդիկ իմանան քո այդ լավ կողմերի մասին, դրա մասին մոռանում ենք։ Որովհետև դրա մասին մենակ պիտի իմանամ ես։ Հավատա, այս Ռեբեկան այնքան կողմեր ունի, որ ես չեմ ցանկանա դու ծանոթանաս իր ամենավտանգավոր ու վատ կողմերի հետ։ Բայց կարող է ես վտանգներ սիրում եմ։ Իսկ կարող է արդեն քո գնալու ժամանակն է։ Չեմ ուզում քեզ վատ զգաս, դրա համար կգնամ։ Բայց գոնե թող զանգեմ կամ գրեմ, տեսնեմ ոնց ես։ Չեմ թողնում, դուրս գնա։ Որ քո համար կարևոր մարդիկ վատ են լինում, չես անհանգստանում։ Ես էլ այդտենց անհանգստանալու եմ քո համար։ Ինձ համար կարևոր մարդիկ բոլորը ապրում են այս տանը, այնպես որ կարիք չի լինում իրանց նամակ գրելու։ Դուրս գնա։ Լավ։ Ուրեմն ես կգրեմ քեզ, որ տեսնեմ ոնց եղար։ Գնում եմ հիմա, որ քեզ ավելի վատ չզգաս։ Բայց քեզ լավ նայի, հա։
Ներողություն, կարող եմ ձեզ մի հարց տալ։ Այո, իհարկե։ Տիկին Նարինե, դուք չեք գտնում, որ Արմանը Էլկայի վրա շատ լուրջ ազդեցություն ունի։ Չհասկացա։ Ես կարող եմ ներկայացնել դիմում, համաձայն որի Արմանին կպահեն մեկուսարանում այս ամբողջ ընթացքում։ Ինչի համար։ Արմանը շատ վատ ազդեցություն ունի Էլկայի վրա։ Վատ ու բավականին լուրջ։ Էլկան չի կարողանում ասել այն, ինչ որ կա։ Նրա ցուցմունքները հենց դրա մասին են խոսում։ Իմիջիայլոց խնդիր չի լինի, քանի որ Արմանը կասկածյալ է։ Դրա կարիքը չկա։ Բայց ասում եմ, դրա կարիքը չկա։ Ես ձեզ չեմ հասկանում։ Ձեր ամուսինը սպանված է։ Դուք ինքներդ պետք է շահագրգռված լինեք, որ մեղավորը պատասխան տա։ Չեմ հասկանում։ Գիտեք ինչ, ամեն ինչ այնքան էլ պարզ ու միանշանակ չի, որքան որ թվում է առաջին հայացքից։ Նույն թվում եւ մեղավորները եւ գործած հանցանքները։ Այսինքն ես վստահ եմ, որ Արմանը ոչ մի վատ ազդեցություն չունի Էլկայի վրա։ Մնացածը թող դատարանը որոշի։ Ոտքի դատարանն է գալիս։ Հաշվի առնելով ի հայտ եկած նոր փաստերը, հանգամանքներն ու վկայությունները, ինչպես նաև գլխավոր վկայի Դիանա Կարապետյանի բացակայությունը, դատարանը վճռեց դատական նիստը հետաձգել 7 օրով։ Նիստը համարվում է փակված։ Արման, հիմա թող մի քիչ հանգիստ մնա, բոլոր հույզերը խառնվել են իրար, կարևորը Նարինեն հետն է։ Արման ջան, դուրս գանք այստեղից, որտեվ իրոք շատ ճաշող մթնոլորտ աստեղ։ Ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ Արմանը ոչ մի կապ չունի, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը շատ անհասկանալի է։ Ռեբեկա, դա ես եմ որոշում։ Եվ հետո ժամանակից շուտ չեմ ուզում բաներ ասել։ Շատ հնարավոր է, որ շուտով Արմանն այլևս այստեղ չաշխատի։ Բայց ոչ այն պատճառով, որ ես եմ ազատելու նրան աշխատանքից, այլ գուցե դատարանը նման որոշում կայացնի, մեղադրելով Արմանին օրոց սպանության մեջ։ Բայց դեռ ժամանակ կա, չէ՞, մինչև դատը։ Հնարավոր չէ Արմանին որևէ կերպ արդարացնել։ Այս պահին կարևոր չի, թե ում տղան է Արմանը, ինքը մեղավոր չի։ Այո, մոտ օրերս դատը կկայանա ու ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա։ Մամ, ես արդեն անորոշությունից խելագարվում եմ։ Խնդրում եմ գոնե 2 բառով ասա ինչ ա կատարվում։ Դատը ինչ ընթացքի մեջ ա, Էլկան ոնց ա, խնդրում եմ ընդամենը 2 բառ ասա։ Չես ուզում Արմանի հետ խոսել, բալես։ Մամ, ինչքան խոսում ենք, այնքան ավելի ծանր է լինում։ Դե լավ, արի դեպքում տուն գնանք։ Այսօր շատ ծանր օր էր։ Ռեբեկան էլ անդադ գրում ու զանգում է։ Ես քեզ դրսում կսպասեմ, բալես։
Արդ չգիտե ինչ ասի։ Ավելի լավ էր դատեին, քան սենց անորոշ վիճակ լիներ։ Էլ կանահավոր վիճակում էր։ Արմանն էլ պակասված վիճակում չէր։ Գիտեմ, ախր իրենք այնքան սիրուն զույգ են, այնքան շատ են իրար սիրում, ու հիմա նման խնդիրների առաջ են կանգնել։ Ես միշտ մտածել եմ, որ այս կյանքում ամեն ինչ մեր ձեռքերում է, որ ոչ մեկ չի կարա ստիպի մեզ մեր կամքին հակառակ ինչ-որ բան անենք, բայց բարձվում է ամեն անգամ չի, որ մեր ուզածով է լինում ամեն ինչ։ Մի բան ասեմ, այսօր եւս մեկ անգամ անսահման հպարտացել եմ քեզնով։ Ինչ եք ասում։ Որ գնացիր այդ ժամանակ շատ էի ջղայնացել, ներսից ինձ ուտում էի, բայց որ սա քոյի հետ եկար, չեմ կարող նկարագրել հետս ինչ էր կատարվում, գոռ այնքան հպարտ էի։ Հա, տեսա, Մուրադի հայացքով նայում էիր ինձ։ Այդքան ակնհայտ էր։ Հա։ Թե ասա խայտարակ եմ էլի եղել։ Չնայած ինչ եմ խայտարակ եղել, որ ես քեզնով չհպարտանամ, ով պիտի հպարտանա։ Դե լավ, արածս այդքան մեծ բան չի։ Ուղղակի մտածում եմ այդ ամեն ինչը օգուտ տա Արմանին։ Ես իհարկե ուրախ եմ, որ Արմանին կարդարացնեն, բայց այդ դեպքում քեզ հետ ինչ կլինի գոռ։ Ասում եմ, այսօր ահավոր մեծ էներգիա ծախսեցինք, չգնանք միտեղ մի կտոր հաց ուտենք։ Ամել սար մի քեզ տենց տխուր պահի, դու գիտես, որ ես դրանից թուլանում եմ։ Ես հիմա կողքդ եմ, հետդ եմ, ինչի համար ես հետոյի մասին մտածում։ Կներես էլ կա։ Ես չէի ուզի, որ դու ես ամեն ինչը տեսնեիր։ Ինչի ես դու ներողություն խնդրում։ Որովհետև ես ի սկզբանե իմացել եմ մեր ընտանիքների պատմության մասին։ Ու շատ պարզ էր, որ օրերից մի օր սենց մի դեպք է լինելու։ Ես զգացել եմ քո սերը ու ես էլ քեզ եմ շատ սիրում։ Երևի էգոիստ եմ եղել ու ամեն ինչ մի կողմ եմ թողել ու սիրել եմ քեզ ու ինձ ոչինչ չի հետաքրքրել դրանից բացի։ Մենք անընդհատ պայքարել ենք ու սկզբից էլ իմացել ենք, որ մեկը վերջը ինչ որ մի սենց բան է լինելու, բայց մեկը պայքարել ենք։ Երևի ես էլ եմ էգոիստ, որ հորս դատին էլի քո մասին մտածեցի։ Հա ու դրանով ինձ նորից մեծ մեղքի թակ թողեցիր։ Այդ մեղք չի Արման։ Ես մտածեցի, որ գոնե այդ սակոյի ցուցմունքից հետո իմ ասածը քեզ կօգնի։ Ես այնքան մեծ հույս ունեի։ Ես այնքան էի հավատում։ Չնայած գիտեմ, որ դեռ ոչ մի բան որոշված չի, բայց Արման, մենք հասկանում ենք, որ մենք էլ միասին չենք լինելու։ Հասկանում ենք, որ սերը մեր համար երազանք է դառնալու։ Բայց այս ամեն ինչի մեջ ինձ հույս կտա մենակ այն, որ իմանամ, որ դու լավ ես։
Եթե քեզ մի բան լինի, եթե քեզ մեղադրանք առաջադրեն, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Բալես, ամեն ինչ կարգին է։ Մամ, արի գնանք հա հիմա։